Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանն է։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Արմինե, մեր զրույցը սկսենք նրանից, որ խնդրեմ ձեզ ձևակերպել Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական ընտրությունը, եթե այդպիսի ընտրություն երևակվում է, բայց դա իրականության մեջ էլի, ոչ թե հայտարարությունների մակարդակում։ Ինչպիսին ես եմ պատկերացնում, թե ինչպիսին ես եմ տեսնում։ Ինչպիսին դուք հետևություն եք անում պաշտոնյաների հայտարարություններից եւ գործողություններից։ Երկարաժամկետ ռազմավարական ուղղությունը։ Այո։ Դե կարծում եմ, այստեղ պետք է ընդգծել առաջինը դիվերսիֆիկացման եւ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը, թերևս այս երկուսը։ Իսկ այդ դիվերսիֆիկացիան եւ համապարփակ անվտանգությունը, դրանք հստակ ռազմավարական դոկտրիններ են, թե իրավիճակային լուծումներ։ Եթե խոսենք ՀՊԱ-ի մասին, ապա կարող ենք իրեն ձևակերպել որպես դոկտրին։ Եթե խոսենք դիվերսիֆիկացիա արտաքին քաղաքականության մասին, դա արտաքին քաղաքականության ուղղություն է։ Այսինքն ինքը գործիք է, բայց որպես դոկտրին կամ հայեցակարգ առանձին ինքը չեմ կարող է լինել, եթե մեր հիմնական դոկտրինը ունի տնտեսական ուղղվածություն եւ այդ դոկտրինից բխում են 6 ռազմավարություններ, դրանցից մեկը կլինի արտաքին քաղաքականություն եւ անվտանգություն եւ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը կներառվի այդտեղ։ Ու եթե մենք դիվերսիֆիկացիայի անհրաժեշտություն ունենք, բնականաբար մենք ունենք կախվածություն, չէ՞, ենթադրաբար, ինչն է այդ դեպքում էլ դիվերսիֆիկացնում։ Հայաստանը դուրս է գալիս իսկապես Ռուսաստանի ազդեցությունից, թե ուղղակի կախվածության ձևն է վերափոխվում։ Գիտեք, ժամանակակից միջազգային հարաբերություններում չեն կարող գտնել որևէ միջպետական հարաբերություններ, որտեղ չկա կախվածություն։ Եվ դա շատ օբյեկտիվ է, նորմալ է, որ պետք է լինի կախվածություն, որտեղ այդ կախվածությունն է նաև կանխորոշում, թե որքանով են կողմերը հավատարիմ մնալու իրենց կողմից ստանձնած պարտավորություններին։ Բայց շատ կարևոր է, որպեսզի այդ կախվածությունը չլինի միակողմանի կախվածություն։ Այսինքն երկուստեք լինի կախվածություն, այլ բառերով երկուստեք լինի փոխշահավետ համագործակցություն։ Եթե այս տրամաբանության ներքո ենք դիտարկում ձեր հարցադրումը, ապա կարծում ենք քայլ առ քայլ դուրս են գալիս Ռուսաստանից այն կախվածությունից, որը մենք ունեցել ենք նախկինում։ Շատ լավ։ Բայց կախվածությունից, որը մենք ունեցել ենք նախկինում եւ որը որոշակի կամ զգալի մասով դեռևս շարունակում է պահպանվել եւ մենք դուրս ենք գալիս։ Մեր գործողությունները որքանով են, այսպես ասենք, անշրջելի։ Հաշվի առնելով, որ այո, հիմա շատ հաճախ իշխանության ներկայացուցիչներն ասում են, մենք ռազմավարական համագործակցության փաստաթղթեր ենք ստորագրում ICI-ից մինչև, չգիտեմ, Արևմուտք, Եվրոպա, Ամերիկա եւ այլն, եւ դա բերում են որպես դրական օրինակ, ցուցադրելու, որ Հայաստանը այլևս մի ուղղության կամ մի ծիրում չի, բայց այնուամենայնիվ, երբ մենք խոսում ենք բալանսավորման քաղաքականության մասին, մեր այսպես ասենք հիմնական ուղղությունում, որը միշտ եղել է քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական եւ այլն, բալանսը խախտված շարունակում է մնալ համենայն դեպս իրավական մասով, իրավապայմանագրային մասով։ Այդ բալանսը շարունակում է մնալ խախտված։ Հետո որ ինչպես ենք մենք բալանսավորում մի բան, երբ ի սկզբանե մեր մեկնակետը խախտված բալանսն է իրավապայմանագրային դաշտում, հա, այսինքն դուք նշեցիք, չէ, երբ որ կախվածությունը պետք է լինի երկկողմանի, դրա հիմքը ո՞րն է։ Դրա հիմքը այդ պայմանավորվածություններն են, այդ փաստաթղթերն են։ Մենք շարունակում ենք մնալ այդ միակողմանիության մեջ փաստաթղթերով, բայց առերևույթ այնքանով, որքանով հնարավոր է,
Գործել նաև մյուսների հետ։ Տեսեք, ձեր հարցադրումը եկեք բաժանենք, կարծում եմ կարելի է բաժանել երկու մասի՝ անշրջելի, որքանով է անշրջելի այդ կոմպոնենտը դիտարկենք, եւ իրավապայմանագրային առումով, որքանով է այդ իրավապայմանագրային բազան խանգարում իրականացնելու է դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է անշրջելիության կոմպոնենտին, յուրաքանչյուր քաղաքական իշխանություն ինքն է որոշում արտաքին քաղաքականության կուրսը։ Մեկ քաղաքական իշխանություն, ղեկավարություն կարող է վարել օրինակ քաղաքականություն, որը միտված է դիվերսիֆիկացմանը եւ տնտեսության եւ արտաքին քաղաքականության եւ անվտանգային պարտներների, հա, բայց դրան կարող է գալ հաջորդել մեկ այլ քաղաքական ուժ, որը շատ արագ կարող է դա վերածել օրինակ կախվածության մեկ կամ երկու ուժային կենտրոններից։ Այնպես որ այստեղ անշրջելիության գործոն ես չէի դիտարկի, որովհետև մենք շատ դեռ հեռու ենք, ես կարծում եմ առաջիկա 5-10 տարիներին մենք հեռու ենք լինելու դեռևս այն կետից, որը կարելի է համարել անշրջելիության կետ, հա։ Դրա համար պետք է հատկապես ընդգծեմ, որ շատ կարևոր է, որպեսզի քայլ առ քայլ ռազմավարական մտածողությամբ, պլանավորմամբ, հետևողականորեն մենք գնանք, հասնենք այն կետին, երբ արդեն Հայաստանը կլինի այնպիսի դիմակայուն պետություն եւ կունենա այնքան փոխշահավետ հարաբերություններ իր հարևանների հետ եւ իր անմիջական տարածաշրջանից դուրս, որ կախվածությունը Ռուսաստանից, եթե նույնիսկ որևէ իշխանություն, որը փորձի այդ կախվածությունը ավելացնել, դա կլինի զուտ ավելացում, այլ ոչ ամբողջական կախվածություն, ինչը մենք ունեցել ենք նախկինում, հա, այսինքն բալանսը կարող է խախտվել, օրինակ Ռուսաստան եւ արտաքին աշխարհ, բայց այդ բալանսը խախտված այնքան չի խախտվի, որպեսզի մեզ գցի այն վիճակում, որը մենք եղել ենք օրինակ նախկինում, հա, բայց իհարկե կարող է լինել այնպիսի իշխանություն, որը շատ կտրուկ քայլեր անի եւ ընդհանուր օրինակ հայտարարի, որ մենք ուզում ենք դառնալ միութենական պետության մաս, սա էլ կարող ենք դիտարկել։ Եվ երկրորդ հարցադրումը իրավապայմանագրային բազային։ Տեսեք, եթե դուք խոսում եք կոնկրետ Ռուսաստանի մասին, ես միշտ ընդգծել եմ, երբ մենք սկսեցինք ունենալ այդ խնդիրը արդեն ՀԱՊԿ-ի հետ, Ռուսաստանի հետ եւ այլն, ես միշտ ընդգծել եմ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը կամ սառեցնելը, ինչպես ուզում են կոչել, որտեղ ըստ էության այս պահին դա թերևս նույնն է, պետք է զուգորդվի Ռուսաստանի հետ իրավապայմանագրային բազայի թարմացմամբ, վերանայմամբ, այսինքն պետք է առասարակ միջպետական հարաբերությունները Ռուսաստանի հետ թարմացվեն, վերանայվեն, ինչու, որովհետև եթե ռազմավարական շատ նշանակության, եթե վերցնենք ռազմական ոլորտը, հա, ռազմատեխնիկական, տեղեկատվական անվտանգություն, այդ թվում նաև արտաքին քաղաքականություն, որովհետև ՀԱՊԿ-ը իր մեջ նաև ունեցել է այդ կոմպոնենտ, այսինքն պետք է միջազգային հարթակներում նույն մեսիջները տային ՀԱՊԿ-ի անդամները եւ այլն։ Այսինքն եթե այս ամեն ինչը այլևս Հայաստանի համար գոյություն չունի, նշանակում է այն կոմպոնենտը, որի վրա հենվել է հայ-ռուսական հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, այդ կոմպոնենտը այլևս գոյություն չունի, հա։ Եվ ինչ որ պահի բնականաբար Ռուսաստանը որպես առանձին միավոր, ուզենք մենք չուզենք, սիրենք Ռուսաստանին, թե չսիրենք, մենք պետք է սկսենք իրենց հետ նորմալ հարաբերությունների կառուցումը, փոխշահավետ հարաբերությունների կառուցումը, որտեղ տրամաբանությունը լրիվ այլ է լինելու, փոխշահավետությունն է լինելու, ոչ թե զուտ մեր կախվածությունը։ Այդ պարագայում բնականաբար պետք է քիչ-քիչ սկսել հանել են երկու առից ավելի պայմանագրերը, տեսնել որն է աշխատում, որը չի աշխատում, որն է բխում մեր շահերից, որը չի բխում մեր շահերից։ Խոսենք նույն օրինակ որպես կոնցեսիոն պայմանագիրը բխում է մեր շահերից, տեսնում ենք, որ չի բխում մեր շահերից, եւ ըստ էության մենք դա իմանում ենք, չէ՞, մենք տեսնում ենք, որ չի բխում մեր շահերից, բայց մենք չենք գնում եւ ռուսների դռները ջարդում եւ ասում, այ հենց հիմա եկեք դուրս եկեք, որտեղ սա չի բխում մեր շահերից, ասում ենք, գիտեք ինչ, հարգելիներս, սա չի բխում մեր շահերից, մենք պարտավոր ենք մեր շահերին տեր կանգնել, հետեւաբար պետք է գտնենք լուծում ձեզ չնեղացնելով, հա, որևէ թշնամական գործողություն ձեր հանդեպ չանելով կամ չանելով մի բան, որը ձեր կողմից կարող է ընկալվել թշնամական գործողություն, բայց միանշանակ անելով գործողություն, որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Այսինքն ես կարծում եմ
այս տեսանկյունից պետք է դիտարկենք, որ վերցնում ենք իր պայմանագրային բազան, նայում ենք որն է աշխատում, որը չի աշխատում, քայլ առ քայլ, կառուցողական մթնոլորտում, սա շատ կարևոր է ընդգծել, կառուցողական մթնոլորտում սկսում ենք բանակցել, փոխել սա, պակասացնել սա, միգուցե որ ինչ որտեղ ավելացնել, տեսեք Հանրապետության վարչապետը նշեց, որ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ զարգացումներ են սպասվում, լինելու են այդ զարգացումները նորից։ Եթե ես կարծում եմ մեր բանակի կերպափոխման կոնցեպտի ներքո կա որևէ անհրաժեշտություն, որևէ կոմպոնենտ, որը կարող է տրամադրվել ռուսական կողմից եւ դա չի խանգարելու իրականացնել մեր բանակի կերպափոխման հայեցակարգը, ապա ինչու ոչ դա կարելի անել Ռուսաստանից։ Պարզապես մեր մոտ այսեղ կարմիր դրոշակն է միշտ աշխատում, որովհետև քանի որ կախվածությունը թերևս ամբողջական է եղել, այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանից, մենք դա պատկերացնում ենք, որ մենք նորից վերադառնալու ենք այդտեղ, բայց ես տարվող քաղաքականության եւ ուղիղ տեքստում եւ տողատակերում թերևս նման միտում չեմ տեսնում։ Ասում եք կառուցողական մթնոլորտում, բնականաբար, իսկ եթե հակառակ կողմը կառուցողականության մասին պատկերացումներ եւ ընկալումներ ու հենց այդպիսի քաղաքականություն է վարում նաեւ բոլորովին այլ են, այսինքն դուրս չի գալիս, որ այս դեպքում Հայաստանը շատ պատկերավոր կամ շատ կոպիտ ասած մաշում է իր համար կարևոր ռեսուրսներ այդ կառուցողական լինելու ճանապարհին, հա, խոսքը այստեղ բնավ սադրելու կամ գրգռելու քայլեր իրականացնելու մասին չէ, որովհետեւ կան այդպիսի օրինակներ։ Հայաստանը կառուցողական է եղել, ենթադրենք շատ մեծ իմաստով, հա, այս անկախության ամբողջ ժամանակաշրջանում Հայաստանը գերկախվածության մեջ է եղել եւ 2018 թվականից հետո եւս շարունակել է մինչեւ ընդհանուր 2022 թվականը, հա, բայց կառուցողականությունը Հայաստանի համար արժեցել է պատերազմ։ Հայաստանի համար արժեցել է ինքնիշխանության տարածքային ամբողջականության խախտում։ Հայաստանի համար արժեցել են ճգնաժամեր, նկատի ունեմ, այստեղ ինչպես ենք մենք վստահում այդ կառուցողականությանը, որ մենք հիմա եւս պատրաստ ենք շարունակել լինել այդ կառուցողական կողմը, այսինքն նկատի ունեմ, տեսեք, նույն ռազմատեխնիկական դիվերսիֆիկացիան։ Դա երբ տեղի ունեցավ։ Ոչ այն ժամանակ, որ Հայաստանը դա նախաձեռնեց, այլ Հայաստանը շարունակելով մնալ հավատարիմ իր պայմանագրային պարտավորություններին, այն պահին, երբ տեսան Ռուսաստանը դա չարեց։ Երբ Հայաստանը օրինակ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա սկսեց վարել, երբ ՀԱՊԿ-ի հետ ունեցավ որոշակի խնդիրներ, միայն Հայաստանը տուժել է Ռուսաստանի հետ իր երկար, այդպես համբերատար, կառուցողական մոտեցումներից, այս դեպքում ինչու չպետք է տուժի։ Տեսեք, այն ժամանակահատվածը, որ դուք նշում եք, ես հասկանում եմ, նշում եք եւ նա մինչ 44-օրյա պատերազմ եւ 21-22 թվականներ, ընդհանուր մինչեւ երբ արդեն մենք սկսեցինք դեղակայեցինք Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն։ Ես դա չէի հայ-ռուսական հարաբերություններում այդ ժամանակահատվածը ես չէի բնորոշի որպես կառուցողական հարաբերությունների ժամանակահատված, երբ Հայաստանը իրեն կառուցողական էր դիրքավորում, բացարձակ։ Դրանք ժամանակահատվածներ էին որոշակի տարիներին ինչ որ տոկոսի թուլացմամբ, ավելացմամբ կամ պակասացմամբ շատ չնչին, բայց դրանք տարիներ էին, երբ Հայաստանը հետևողականորեն ուրեմն խորացնում էր իր կախվածությունը Ռուսաստանից։ Դա ամենևին չի խոսում կառուցողականության մասին։ Դա խոսում է հետևյալի մասին, որ Հայաստանը իր ազգային անվտանգային շահը պատկերացնում էր այնպիսին, ինչպիսին է Ռուսաստանի ազգային անվտանգային շահը։ Եվ հետևաբար, եթե մի բան համարվում է լավ ռուսների համար, պետք է տրամաբանորեն համարվել լավ նաև մեր համար։ Որն է սրա պատճառը։ Որն է սրա պատճառը, սրան կարծում եմ պետք է պատասխանեն քաղաքական իշխանությունները, որոնք վարել են այդ քաղաքականությունը, բայց ես որպես հետազոտող, երբ վերցանում եմ ժամանակահատվածը, վերցանում եմ ընդհանուր պատկերը, տեսնում եմ, որ մեծ ուրեմն պատճառը, խոշոր պատճառը դա պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ Այլ հարց է, որ միշտ այդ հարցը բարձրանում է առնվազն իմ մոտ, թե ինչու առաջին Արցախյան պատերազմում հաղթանակ տարած Հայաստանը այն ժամանակահատվածում, երբ Ռուսաստանի ուրեմն անվտանգային կոնցեպտներում ՆԱՏՕ-ի համագործակցությունը նշում էր որպես գործընկերային ուղղություն, չգիտես ինչու Հայաստան այդ ժամանակ դարձավ
հավաքական անվտանգության պայմանագիրը ստորագրող, հիմնադրող կողմ եւ դրանից հետո դարձավ ՀԱՊԿ-ի անդամ։ Այսա մի հարց է, որի պատասխանը ես չունեմ, որտեղ տրամաբանությունը, որտեղ Ադրբեջանը դա չարեց օրինակ, որտեղ տրամաբանությունը հուշում էր, որ մենք անկախացել էինք, պատերազմը հաղթել էինք, արդեն միջազգային դաշտում ունեինք խնդիրներ, որովհետև մեզ միջազգային գործընկերները ակնարկում էին, որ դուք այսպես չի կարող լինել, այստեղ հարցեր կան, որ պետք է լուծեն, հա, որ դուք կարող եք լինել օկուպանտ եւ շատ դեպքերում նաեւ անվանվում էինք օկուպանտ, այսինքն որն էր պատճառը, որ այդ ժամանակահատվածում մենք ոչ թե գնացինք դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, իրական դիվերսիֆիկացիա, այլ մենք մեր ամբողջ քաղաքականությունը տեղավորեցինք ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ բնականաբար նշանակում է այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ հետեւողականորեն խորացրեցինք մեր կախվածությունը։ Այսինքն նկատի ունեմ, որ այն ժամանակ բացարձակ մենք որևէ կոմպոնենտ չի եղել կառուցողականության, եղել է հետևողականորեն կախվածության ավելացում։ Հիմա այլ փուլ է։ Ինչու է այլ փուլ, որովհետև նույնիսկ պատերազմի ժամանակ 21 թվականին, 22 թվականին, երբ մենք անելանելի իրավիճակում էինք, որովհետև մենք չունեինք որևէ հիմնասյուն, որի վրա կարող էինք հենվել դիմակայելու համար այն սպառնալիքներին, այն հարձակումներին, որոնք իրավապայմանագրային բազային վրա պետք է լուծվեին Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի միջոցով, հա, մենք դրանից զատ հիմնասյուն չունեինք, այսինքն մենք հայտնված էինք մի այսպես նորացի երեխայի կարգավիճակում, որ ոչ կարող է ուտել, ոչ կարող է ինքնուրույն խմել, ոչ կարող է ուտել, հա, որովհետեւ ինքը ամբողջովին այնտեղ պետք է դա արվի եւ դա չի արվում։ Այդ этаպն էլ է այլևս անցյալում։ Ինչու է անցյալում, որովհետև այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք ընդլայնել մեր ռազմատեխնիկական գործընկերային ցանցը, հա, այս ընթացքում մենք կարողացել ենք ուրեմն Ռուսաստանի զրկել հնարավորությունից Ադրբեջանին օգտագործելու, գործիքայնացնելու հնարավորությունից Հայաստանի դեմ, սա իհարկե չի նշանակում, որ Ադրբեջանը նաև ինքնակամ չէր գործիքայնացվում, դրա մասին չի խոսքը, բայց սինխրոն էին, չէ, իրենք աշխատում։ Այս ընթացքում մենք կարողացել ենք ընդլայնել նաև մեր գործընկերային, ռազմական գործընկերային ցանցը, ընդ որում տարածաշրջանը, հա, Չինաստան, չգիտեմ, Լյուքսեմբուրգ եւ այլն։ Շուտով Ֆրանսիայի հետ ենք ունենալու նմանատիպ հաստատող Միացյալ Նահանգներ։ Նկատի ունեմ, արդեն գիտեք, այսպես ցանցավորված այնպիսի քայլեր են արտաքին ճակատում իրականացվում, որոնք հնարավորություն են տալիս մեզ Ռուսաստանի հետ դիրքավորվել ուրեմն կառուցողական պրիզմայով, որովհետև կառուցողական դիրքավորվելը Ռուսաստանի դա մեծ շռայլություն է։ Դու պետք է ունենաս որոշակի լծակներ, որպեսզի կարողանաս քեզ թույլ տալ լինել կառուցողական Ռուսաստանի հետ։ Այլապես դու այդտեղ որպես սուբյեկտ չես լինում, դու գոյություն չունես որպես սուբյեկտ, քեզ պարտադրվում է սա եւ դու ներսում ներկայացնում ես որպես կառուցողականության դրսևորում, բայց դա իրականում պարտադրվում է քեզ, հա, Ռուսաստանի կողմից։ Ես կարող եմ ասել, որ այսօր մենք արդեն այն իրավիճակում ենք, երբ մենք կարող ենք մեզ թույլ տալ այդ շռայլությունը, ես ինչպես ուրեմն ինքս ձևակերպել եմ միշտ վերանայել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների տրամաբանությունը, վերջերս տեսա Հանրապետության վարչապետը ասաց կառուցողական տրանսֆորմացիա, ինչ-որ կարծես նման կերպ։ Շատ լավ, իսկ հնարավոր է իրական դիվերսիֆիկացիա, այն ինչի մասին հիմա դուք խոսում եք, հա, առանց Ռուսաստանի կոշտ հակազդեցության։ Այսինքն փորձենք շատ այսպես կենցաղային տրամաբանել։ Եթե չկա Ռուսաստանի կոշտ հակազդեցություն, ուրեմն նաև չկա իրական դիվերսիֆիկացիա։ Կա այնքանով, որքանով։ Դիվերսիֆիկացիան մեզ է պետք, դիվերսիֆիկացիան պետք չէ կապել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը կարող է լինել այդ գործընկերներից մեկը, զուտ, բայց Ռուսաստանը այստեղ կիզակետում չէ։ Հա, դիվերսիֆիկացիան մեզ է պետք, կլինի կոշտ դիմադրություն, կլինի այնքանով, որքանով դա Ռուսաստանին կհաջողի, հա, բայց եթե փաստերի վրա հենվենք, հա, մենք ունենք Միացյալ Նահանգներ, մենք ունենք TRIP, մենք ունենք Ֆրանսիա, մենք ունենք Եվրոպական միություն, Եվրոպական միության այդ օրակարգը աննկարագրելի ընդլայնվում է եւ
Նաև մենք բացահայտ ըստեյության բարձրագույն մակարդակով հայտարարում ենք, որ այո մենք գիտենք, որ ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն իրար համատեղելի չեն, բայց քանի դեռ իրենք իրար մենք կարող են համատեղելի լինել, մենք գնալու ենք ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ եւ շատ տարբեր մակարդակներով էլ հայտարարում է, որ պայն կհասկանանք, որ արդեն համատեղելի չէ, մենք մեր որոշումը կայացնենք, իսկ որոշումը լինելու է օրենքի վրա հիմնված, իսկ ինչ օրենք է ընդունվել ազգային ժողովի կողմից, գիտենք։ Այո։ Եվրոպական միության հետ կապված։ Հապկի մասով, հապկի արդյունավետության, այսպես ասենք, դուռը փակ է, թե այնուամենայնիվ դեռ կա վերաիմաստավորման հնարավորությունը։ Կարող է լինել միայն զուտ որպես քաղաքական դիրքորոշում, այսինքն եթե երբ առաջին հարցում ձեր ձևակերպեցիք անշրջելիություն, երբ ասի որ դա չի կարող լինել, կարող է լինել մի դեպքում, եթե գա մի քաղաքական իշխանություն, որը շատ հստակ ընդգծված պրոռուսական դիրքավորում ունենա, այդ ժամանակ իհարկե, ինչու ոչ, քաղաքական առումով կարելի է 1 վայրկյանում այդ որոշումը կայացնել եւ վերադառնալ հապ դրանից բխող արդեն հետևանքներով։ Իսկ հետևանքը, որը կարող է լինել, բնականաբար կարող է լինել այլ, որ դու այլևս պետք է հարմարվես այն մտքի հետ, որ շատ կենտրոններ, որոնք քեզ այսօր ռազմական նշանակության արտադրանք են վաճառում, նրանք այլևս դա չեն անելու։ Հետևաբար դու դա չես ունենալու, հետևաբար ումից ես սնվելու, էլի սնվելու ես այնտեղից, որտեղից սնվել ես 28+ տարիներ։ Նախընտրական շրջանում ենք, որը ուղեկցվում է ոչ միայն մեր ներքին, այսպես ասենք, հարցերով, խնդիրներով կամ առաջարկներով, ձեռքբերումներով, այլ շատ մեծ արտաքին ֆոնով, հա։ Կրվաններից մեկը տպավորությունը այդ աշխարհաքաղաքական ընտրությունն է, հա, այս ընտրություններում, որովհետև հստակ կա ընդդիմության թև, որը կարծես իրեն համարում է իշխանության հիմնական հակառակորդը եւ կարծես թե նաեւ իշխանությունները են այդպես դիրքավորում, հենց այդ անշրջելիությունը թույլ չտալու կողմնակիցներ եւ իշխանությունը, որը իրեն դիրքավորում է այն նրա մասին, ինչի մասին մենք խոսեցինք։ Եթե Հայաստանը կառուցողական պետք է լինի նաեւ Ռուսաստանի հետ, հա, այնքանով որքանով նաեւ դա հնարավոր է, ինչու օրինակ չտեսնել Ռուսաստանին վկաներից, միջնորդներից կամ երաշխավորներից մեկը։ Ինչ պիտի երաշխավորի Ռուսաստանը։ Ինչ պիտի երաշխավորի հետագա հարցադրման համատեքստում բոլոր նախագծերի կյանքի կոչումը։ Բայց դա ամենևին կապ չունի կառուցողականության հետ։ Նորից մենք հավասար փոխշահավետ հարաբերությունների մասին պետք է մտածենք եւ խոսենք։ Ռուսաստանը չի կարող որևէ բան երաշխավորել, Միացյալ Նահանգները որևէ բան չի կարող երաշխավորել, Ֆրանսիան չի կարող որևէ բան երաշխավորել։ Առասարակ որևէ մեկը որևէ բան Հայաստանի Հանրապետության համար չի կարող երաշխավորել։ Երաշխավորել միայն կարող է Հայաստանի Հանրապետությունը, գրագետ արտաքին անվտանգային քաղաքական տնտեսական, այդ թվում քաղաքականություն վարելով։ Այսինքն Ռուսաստանի այդ փոխշահավետությունը կարող է լինել զուտ այն առումով, թե որտեղ կարող են զարգանալ, կարող է զարգանալ ինչ-որ բան, որը կբխի մեր շահերից եւ նաեւ կբխի Ռուսաստանի շահերից, հավասարաչափ ընդ որում, հա։ Այսինքն պետք է նույնիսկ 5%-ով շեղում չլինի։ Հավասարաչափ բխում է, շատ լավ է։ Փոխշահավետ ամեն ինչ զարգանում է, առաջ է գնում, չէ՞։ Առաջ չի գնում։ Էլի մենք ուրեմն կհանդիպենք, չգիտեմ, տարին մեկ անգամ կամ տարբեր հարթակներում, կխոսենք սուր հարցերից, կբարձրացվի, պատասխանները կլսվի եւ այլն, եւ այդքանով կավարտվի։ Օրինակ դուք հիշեցիք կոնսենսիան, չէ՞, երկաթուղում։ Հայաստանը վարչապետի մակարդակով մի քանի անգամ ասաց, որ բարեկամական, եղբայրական, կառուցողական տրամաբանության մեջ, որովհետեւ ռուսական կառավարման հետևանքով Հայաստանը կորցնում էր մրցունակությունը եւ այլն, Ռուսաստանից ասում ինչ եք խոսում, լավ չեք, կոպիտ ասած, բա մեր այդքան արածը եւ իրենք որևէ ձևով ըստ պաշտոնյաների հակված չեն որևէ մեկին այդ կոնսենսիան փոխանցելու, հա, իրենք շարունակելու են այդտեղ լինել։ Հիմա դե մենք կարող ենք նաեւ բնորոշել, որ սա քարոզչական մակարդակ է, որ գուցե կուլիսներում ինչ-որ գործընթաց է տեղի ունենում կամ ինչ-որ բաներ։ Հետեւաբար կարող է լինել նաեւ իրավիճակ, որ այդ կառուցողականությունը Հայաստանը իր համար որդեգրում է որպես, այսենք, այսպես ասած, սրտի հովանք, հա։ Մենք կառուցողական ենք եղել այնքան, որքան հնարավոր է, հատել է կետը, հետեւաբար արդեն վերջ։ Մեկ ոչ թե սրտի հովանք, այլ գործիք։ Կարծում եմ գործիք, եւ դա կարծում եմ շատ խելամիտ ճանապարհ է։ Իսկ այդտեղ ժամանակային իմաստը դեր չի խաղում։ Գիտեք, ժամանակային իմաստը դեր խաղում է ըստ էության, դրա համար էլ շատ կա ադապտացվելու
ունակություն, հա, թե որքանով է պետությունը ի վիճակի արագ ադապտացվել, այսինքն արտաքին ճակատում տեղի ունեցող զարգացումների հետևելով մեր մերձավոր հենց տարածաշրջանում զարգացումներին հետևելով չէ՞ որ այդպես հաշվարկ է արվում, լավ, այս հիմա Միացյալ Նահանգները Իրան, լավ, սա ոնց է ազդելու սրա վրա, ոնց է ազդելու ռուսականի վրա, ոնց է ազդելու հայրանականի վրա, ամերիկյանի վրա, տնտեսության վրա, մյուսի վրա, այդ բոլոր վերլուծությունները, որոնք արվում են եւ բնականաբար դառնում են օպերատիվ տեղեկատվության հիման վրա, տարբեր համադրելով, տարբեր տվյալներ եւ այլն, եւ արագ, եթե անհրաժեշտություն է լինում, արագ ադապտացիայի տեղի ունենում։ Այդ դա հենց այն մեծագույն խնդիրն է, որը մեր մոտ երբևէ չի եղել։ Ադապտացվելու ունակությունը այսօրվա աշխարհում, մասնավորապես այսօրվա աշխարհում, դա գոյատևելու, պետությունների համար գոյատևելու թիվ 1 ուրեմն կարևորության հարցն է, որովհետև շատ արագ է ամեն ինչ զարգանում։ Եվ եթե դու մնում ես միայն այն տեղում, որտեղ դու եղել ես, ոնց որ դու պատկերացրել ես, թե ոնց ես այդ հարցը լուծելու, կամ ինչքանով այդ հարցը քո համար կարևոր, հա, եթե դու չհետևես, թե ինչ է տեղի ունենում արտաքին ճակատում, համեմատես այդ զարգացումները այդ հարցի քո պատկերացման հետ, այլ նաև երկրորդ, երրորդ կողմերի շահերի հետ, դու ու չադապտացվես, դու շատ արագ տանուլ ես տալու։ Հետևաբար, այո, այդ ժամանակային գործոնը կա, դրա համար էլ գոյություն ունի ռազմավարական պլանավորում, որտեղ ադապտացիան որպես գործիք շատ մեծ նշանակություն ունի եւ դա մշտական շատ այսպես հետեւողականորեն պետք է առաջ տարվի։ Իսկ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը որքանով են ներկա այս մեր ընտրական process-ում եւ ինչպես, ինչ եմ հարցը այսպես միանգամից ձևակերպում, որովհետեւ անդիմադիրները ասում են, որ արևմուտքը, այսպես ասենք, աջակցում է գործող իշխանությանը, իշխանությունն էլ դե բաց ասում է, որ այսինքն իշխանությունը նաեւ ոնց հասկացանք, հենց Ռուսաստանը բարձրագույն մակարդակով աջակցում է ընդդիմությանը։ Տեսեք, իրականում այստեղ բավական խնդրահարույց է, խնդրահարույց իրավիճակի, ինչու, որովհետև այո, Ռուսաստանը մեծ ռեսուրսներ է օգտագործում ազդելու համար նախընտրական գործընթացների վրա։ Այդ ռեսուրսները կարող են լինել, եթե մեկ բառով ձևակերպենք այդ ռեսուրսները, պետք է ասենք հիբրիդային գործիքներ, հիբրիդային, որովհետև տարբեր այնտեղ գործիքներ կան, բայց քանի որ դրանք միաժամանակ են կիրարկում, դա արդեն հիբրիդ է, հիբրիդի տեսք ունի, հետևաբար դրանք հիբրիդային, այդ ու նաև կիբեր գործիքներ։ Հիմա բնականաբար վերջին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ հստակ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշեց, որ ինչն է իր համար կարևոր եւ այստեղ արդեն կարծես թե երկրորդ կարծիք չի մնում, պարզ է թե ում է սատարում ռուսական կողմը, որ ընդդիմության որ ներկայացուցիչին է սատարում ռուսական կողմը եւ տրամաբանորեն, եթե Ռուսաստանը սատարում է այդ գործին եւ տրամաբանորեն, եթե Ռուսաստանը հիբրիդային գործիքներ է բանացնում ազդելու համար նախընտրական գործընթացների վրա, այստեղից կարող են տրամաբանել, որ այդ թվում նաև այդ գործիքները իրականացում են իր կողմից սատարվող ուժի միջոցով, հա։ Այստեղ պարզ է, պատկերը շատ պարզ է, պրիմիտիվ է նույնիսկ։ Գայք Եվրոպական միություն, տեսեք, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, կառավարությունն է դիմել, որպեսզի Եվրոպական միությունը իրեն աջակցի դիմակայելու համար հիբրիդային սպառնալիքներին։ Եվ ըստ էության դրա նպատակը Եվրոպական միության կողմից դա Հայաստանի ժողովրդավարությանը օգնելն է, հա, որովհետև կարևորը որն է ժողովրդավարության հիմնական կոմպոնենտը որն է ազատ արդար ընտրություններն են, այսինքն որպեսզի արտաքին ճակատից չլինի ազդեցություն, ընտրությունները լինեն ազատ, արդար, ժողովրդի կամքը արտահայտվի անկախ նրանից թե ով է դառնալու իշխանությունը։ Բայց Եվրոպական միության կողմից տարբեր պաշտոնյաների մակարդակով մի քանի անգամ եղել են բավական ոչ կարող եմ ասել հաշվարկված ձևակերպումներ, հայտարարություններ, որոնք այո, այդ թվում նաև կարող են օգտագործվել ընդդիմության կողմից, հա, որ եւ
ընդ որում տրանսֆորմացվելով դառնալով նաև հիբրիդի գործիք, հա, որտեղ այստեղ շատ նուրբ է սահմանը, հա, որն է իրական նարատիվը եւ ոնց է նարատիվը, նույնիսկ իրական նարատիվը ոնց է աճում ու դառնում հիբրիդ։ Այսինքն այստեղ շատ կարևոր է, որպեսզի մեր եվրոպական միության գործընկերները նույնպես միջավայրը շատ լավ պատկերացնեն եւ հասկանան, որ իրենք թույլ չպետք է դա, որ իրենք դառնան, իրենք օգնում են մեզ պայքարելու հիբրիդի դեմ, բայց հանկարծ իրենք չդառնան հիբրիդի գործիք, դեռ սա էլ է կարևոր։ Մյուսը ընդգծեցիք Միացյալ Նահանգները, որքանով է Միացյալ Նահանգները։ Ես ուղիղ բնականաբար ներգրավվածություն չեմ տեսնում, բայց բնականաբար Միացյալ Նահանգները շահագրգռված պետք է լինի, որպեսզի TRIP նախագիծը կյանքի կոչվի, առաջին հերթին TRIP նախագիծը կյանքի կոչվի, հետևաբար բնականաբար Միացյալ Նահանգները պետք է շահագրգռված լինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում լինեն այնպիսի իշխանություններ, որոնք հավատարիմ կմնան TRIP-ի իրագործմանը, բայց սա ամենևին չի նշանակում, որ Միացյալ Նահանգները որևէ ազդեցություն կարող է ունենալ իշխանությունների ձևավորման գործընթացում, որտեղ նորից դա արվելու է ազատ արդար ընտրությունների միջոցով։ Եթե ոչ ազդեցություններ, ապա բնականաբար ցանկալիության գործոն պետք է որ լինի, չէ՞։ Այս պարագայում ենթադրում եմ, որովհետև եթե ռուսական կողմից կա ցանկալիություն, որ օրինակ ընդդիմությունը կամ X ուժը եւ այլն լինի իշխանություն, որպեսզի ամեն ինչ վերադառնա իր շրջանս յուր, եւ եթե այս իշխանությունը, ինչպես նշում ենք, դիվերսիֆիկացնում է եւ գնում է դեպի Եվրամիություն եւ այլն, բնականաբար այն կողմի համար էլ ցանկալի է, որպեսզի այս իշխանությունը վերընտրվի, որպեսզի այդ ընթացքը որևէ ձևով չշեղվի։ Այսինքն այստեղ պնդումները, որ ձեզ աջակցում են ռուսները, ձեզ աջակցում են եվրոպացիները կամ արևմուտքը, տեղին է։ Յուրաքանչյուր արտաքին գործընկեր ունենալու է նախապատվությունները, ջրայր, բայց այստեղ էականը դա չէ, հա, շատ նորմալ է։ Մենք էլ չէ, հիմա կարող ենք ասել, այ կուզենանք օրինակ, որ Մակրոնը շարունակի պաշտոնավարել։ Էականը սա չէ, էականը այն է, թե արդյոք արտաքին գործընկերների կողմից լինում է ազդեցություն, դրսից ազդեցություն, որը կոչվում է ֆիմի, հիմա շատ են օգտագործում, դա է կարևոր։ Այս պարագայում ես ուզում եմ ընդգծել, որ ազդեցություն որպես այդպիսին Միացյալ Նահանգների կողմից չկա, Եվրոպական միության կողմից չկա, այլ հարց է, որ կա աջակցություն թույլ չտալու համար որևէ ազդեցություն, հա, կարծում սա է իրականությունը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի նախագահ Հարմինե Մարգարյանն էր, մնացեք առաջինի հետ, կշարունակենք րոպեներանց։